Տիկին Սողոյան, նախ սկսենք ձեր միջնորդությունից, գործը կարճելու վերաբերյալ։ Ի վերջո, այն հիմնական շեշտադրումները, որոնք արեցիք, արել էիք նաև տարբեր առիթներով, ինչը կփոխվի ըստ ձեզ ձեր հայտարարությունից հետո։ Կոնկրետ այս հայտարարությունը այս դատական նիստով հասկացանք, որ ոչինչ չի փոխելու, բայց կարևոր է այս արձանագրումը անել, նաև հստակ արձանագրում ենք մեր ուղիղ մատնանշումները եւ ուղիղ տեսլականը, թե որ ճանապարհով ենք տանելու այս խիստ ապօրինի քաղաքական հետապնդումը եւ փորձում ենք մի փոքր այս դատավարության ու առհասարակ Հայաստանի իրավական մշակույթ ներմուծել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված, այլ մեր բառերով ասած քաղաքական հետապնդման առկայությունը որպես իրավական կատեգորիա, այսինքն երբ որ մենք ամեն անգամ պաշտպանները կանգնում եւ ասում են, որ այս հետապնդումը ապօրինի է եւ ունի քաղաքական դրդապատճառներ, այս դատախազները հակադարձում են, ասելով են քաղաքական հայտարարություններին չենք պատասխանում։ Հիմա մենք էլ բերում ենք արդեն միջազգային պրակտիկայով, մեր համար պարտադիր միջազգային պրակտիկայով այն հիմքերն ու հիմնավորումները, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս այս հետապնդման քաղաքական լինելը եւ ասելու ենք, որ տանելու ենք մինչեւ վերջ այս գործը բոլոր այդ նույն միջազգային ատյաններ ցույց տալու, որ Հայաստանում այլևս շատ անթակույց կերպով իրականացվում են քաղաքական հետապնդումներ, եւ որ հովանդակային հակադարձում ըստ էության չենք լսի։ Տիկին Սողոյան, ասում եք տանելու ենք միջազգային ատյաններ, մինչ այս պահը կոնկրետ միջազգային կառույցներին նկատի ունեմ նաև Հայաստանում գործող ներկայացվել են դատական այս process-ի մանրամասներն, ինչ դրվագներ եւ ինչ արձագանքներ են եղել։ Իհարկե, միջազգային առաքելությունները այլ արձագանք քան որ իրենք հետևում են ուշադրությամբ ծավալվող իրադարձություններին դեռևս չունենք։ Մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչը շատ ժամանակ կարող է շատ բացահայտ չլինի, բայց ձեզ վստահեցնում եմ, որ արվում է շատ լուրջ ու շատ համակարգված աշխատանք զեկույցներով եւ ամենայն մանրամասնություններով մի շարք այլ գործերով եւ հատկապես այս գործով ներկայացնելու այս ամբողջ իրավական խայտառակությունը եւ ապացույցների կեղծումը եւ այս շինծու մեղադրանքները ամեն ինչ կատարվում է եւ հուսով ենք, որ այդ արձագանքը արդեն գնահատականի մասով իրեն սպասեցնել չի։